Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող Երևանի թիվ 147 դպրոցի առջև բացվել է հերոսի արձանը։ Արձանի վրա փորագրված են Աբաջյանի վերջին խոսքերը, որոնք նա զոհվելուց առաջ փոխանցել էր իր հրամանատարին։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում ենք, ասա։ Այս ինքում իմ տղերքի Ասա մի անջատի։ Տեղ իմ աղջիկը։ Ասա, լսում եմ, ասա ձենով ինչի ա կորում։ Ես էլ հիմա կարգոն քաշում եմ։ Դպրոցի տնօրեն Մարգարիտ Ահովանիսյանի խոսքով արձանի բացման օրը պատահական չի ընտրված։ Աբաջյանը հայրենիքը կյանքի արժեքից վեր էր դասել։ Թող բանակի ուժը ծաղկի մեր միասնության մեջ։ Թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, իսկ նրանց ծառայությունը լինի միմիայն խաղաղության ճանապարհ։ 2016 թվականի ապրիլի 2-ին թշնամու սանձազերծած գործողությունների ժամանակ զոհվում է Աբաջյանի վաշտի հրամանատարը։ Խիզախ Ռոբերտը, չնայած ոտքի վիրավոր լինելուն, իր վրա է վերցնում հրամանատարությունը եւ պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը սպառվում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվել էր թափանցել դիրք։ Ադրբեջանցի զինվորները արդեն դիրքում էին Ռոբերտի դեմ դիմաց։ Անգամ սա չի խանգարում նրան իրականացնել ծրագրածը, մոլորեցնում է թշնամուն, քաշում նռնակի օղակն ու պայթեցնում դիրքը, իր հետ սպանելով ադրբեջանցի զինվորների, որոնց շարքում կային նաև սիրիացի վարձկաններ։ Այս անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը կանխել էր դիրքի ամբողջական գրավումը եւ փրկել թիկունքից օգնության հասնող հայկական ուժերի զինվորների կյանքը, իր անունը հավերժորեն գրանցելով հայկական հերոսամարտերի պատմության մեջ։